Ինչպես բարձր, այնպես էլ ցածր կատարողական ունեցող դպրոցները լրացուցիչ ֆինանսական աջակցություն կստանան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով գործընթացը իրականացվելու է երկու փուլով։ Այս ծրագիրը փաստացիորեն ուղղված է մեր երկու, կարելի ասել, բևեռային թիրախային խումբ դպրոցներին, այն դպրոցներին, որտեղ շարունակական խնդիրներ կան եւ տարիների ընթացքում այդ խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելի են բարդանում եւ ավելի են խորանում, եւ երկրորդ խումբը այն դպրոցներին, որոնք ակնհայտորեն ունեն զարգացման ներուժ եւ կարող են մեր կրթական համակարգում ավելի այսպես կարևոր դերակատարում ունենալ, որպես մոդել ծառայել եւ իրենց կարողություններով կիսվել մնացած հաստատությունների հետ։ Ներդրվող գործիքակազմի շնորհիվ մի կողմից գնահատվելու է դպրոցների աշխատանքը, մյուս կողմից էլ թույլ է տրվելու անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն դպրոցներին, որոնք չունեն բավարար արդյունքներ։ Բարձր կատարողական ու ցածր կատարողական դպրոցների ընդհանուր թիվը պետք է չգերազանցի 40-ը, բայց եթե բարձր կատարողական դպրոցների թիվը պետք է մինչև 20-ը լինի, ապա ցածր կատարողական ցուցաբերած դպրոցների թիվը կարող է լինել մինչև 30։ Եթե այսինքն լինեն շատ դպրոցներ, որոնք ցածր կատարողական ունենան, գուցե 25 ցածր կատարողական ունեցող դպրոցներ ներառվեն ծրագրում եւ 15-ը բարձր կատարողական։ Բարձր եւ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում չեն կարող ընդգրկվել այն հաստատությունները, որոնցում սովորողների թիվը 50-ից պակաս է։ Մրցութային հիմունքներով ընտրված դպրոցները տարեկան մինչև 10 միլիոն դրամի չափով լրացուցիչ ֆինանսավորում կստանան։ Աջակցությունը կուղղվի միայն ընթացիկ ծախսերին։ Բարձր կատարողական արդյունքների դեպքում, եթե դպրոցը 1 տարի ստացել է ֆինանսական աջակցություն, ֆինանսական խրախուսում եւ 3 տարի չի կարող մրցույթին մասնակցել, սրանով մենք փորձելու ենք այդ համաչափությունը ապահովել, որպեսզի նաև ձեր ասած խնդրին չառնչվենք, որ որոշ դպրոցներ անընդհատ ստանան աջակցություն եւ անընդհատ զարգանան եւ մյուս դպրոցները ամեն հաջորդ տարի ավելի դժվար լինի իրենց այդ չափանիշներին բավարարել։ Ցածր կատարողական ունեցող դպրոցների դեպքում 2 տարվա արդյունքով, եթե դպրոցը չունենա բավարար ցուցանիշներ, ապա քննարկվելու է դպրոցի ղեկավարության պաշտոնավարման հարցը, իսկ տրվելիք աջակցության տրամաբանությունը հասկանալու համար գնահատվելու է ամբողջ համակարգը։ Նպատակը ոչ թե որևէ դպրոցի թիրախավորելն է, այլ կոնկրետ գործողություններ իրականացնելը, ասում է Թամարա Սարգսյանը։ Հիմա բազմաթիվ գործողություններ իրականացնում են միջավայրային, կապիտալ այդ պայմանները ապահովելու համար եւ մենք ուզում ենք այս ծրագրով ավելի շատ շեշտադրել բովանդակային կրթության որակին, մասնագիտական զարգացմանը, կառավարման հմտություններին, այսպես ուղղված գործողությունները։ Յուրաքանչյուր տարի ֆինանսական խրախուսում եւ աջակցություն ստացողների ցանկում կընդգրկվի առավելագույնը 50 դպրոց։ Ծրագիրը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։